Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային միջազգային հաստատություն կա, եւ այս հաստատությունը վերջերս իր խորը մտահոգությունը հայտնեց Հայաստանում այն բռնաճնշումների առիթով, որին ենթարկվում է հայոց եկեղեցին, եւ իրենք դա զարմանալի զուգահեռներ էին անցկացրել 1915 թվականի մեթոդների հետ, եւ շատ զարմանալի էր, որ դա օտարներն են այդպիսի բան գնահատում եւ նկատում մարտահրավեր, ինչպես դուք եք ասում, եւ իրենք նկատում են, որ մեթոդների իմաստով ինքնությունը ոչնչացնելու առումով այն ինչ որ արվեց 15 թվականին, երբ որ երկրի ժողովրդի առաջնորդները այն մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, որոնք կարող են դիմադրություն կազմակերպել, որոնք կարող են համախմբել ժողովրդին, սկզբից նրանց նկատմամբ վարկաբեկման եւ հետո նաեւ ճնշումների գործողություններ ձեռնարկվեցին, հետո նոր դրանից հետո սկսվեց բուն գործողությունը։ Եվ իրենք ասում են, որ այն ինչ որ կատարվում է ինքնության դեմ այս պատերազմը, որը Հայաստանում տարվում է հիմա, նպատակ ունի արմատից կտրելու, առաջնորդությունից, հիմքից կտրելու ինքնությունը, դա հոգևոր առաջնորդությունն է ժողովրդի, որոնք եւ այն մարդիկ են, եւ այն հաստատություններն են, որոնք մեր կարելի ասել դարավոր պատմական հիշողության մարմնավորումն են, եւ իրենց վարկաբեկելով եւ ճնշումների ենթարկելով դու փաստորեն դիմադրության հնարավորությունը հենց սկզբից կանխում ես ինքնության դեմ ձեռնարկված հարձակման։ Հիմա եթե դա նայեք իրականում որևիցե այլ հաստատություն մեր պատմության մեջ արդյոք մենք ունեցել ենք, որը շարունակաբար ամբողջ պատմության ընթացքում պահպանվել է ազգային իմաստով։ Դա միակ ինստիտուտն է, որը մենք ունենք, դա մեր եկեղեցին է, որ իր ղեկավարությունը մենք գիտենք 132 ղեկավարներ են ունեցել, հաջորդաբար լավ կամ վատ, բայց հաստատությունը ինքը հավաքական ամբողջություն է ապահովել այս վերջի 1600 տարիների ընթացքում։ Ոչ մի ուրիշ ինստիտուտ, ոչ ազնվականությունը, ոչ թագավորությունը, ոչ պետականությունը այդ ամեն ինչը չեն կարողացել ինքնությունը այդպես պահպանել, ինչպես այս հաստատությունը։ Եվ հիմա մենք ականատես ենք եղել 20-րդ դարում հարձակումների, չէ՞, եւ Թուրքիայի կողմից Օսմանյան եւ Ստալինյան բռնաճնշումները հոգեվորականության եւ եկեղեցու նկատմամբ, բայց չեն հաջողել, երկուսն էլ չեն հաջողել։ Սա երրորդն է, 100-ամյակի ընթացքում երրորդն է։ Հիմա սա էլ չի հաջողելու իհարկե, բայց որպես մարտահրավեր, եթե մենք հենվենք արդեն էքսպերտների գնահատականի, միջազգային փորձագետների, ոչ հայ փորձագետների գնահատականի վրա, սա լուրջ մարտահրավեր է հայ ժողովրդի ինքնության համար։ Հոգևոր, բարոյական, այսպես ասած, առաջնորդության դեմ է այս ամեն ինչը կատարում, որ չառաջանա որևիցե մի կենտրոն, որի շուրջ կարողանա համախմբվել ժողովուրդը, որտեղ մնացած հաստատությունները արդեն վարկաբեկված են, մեր պետականության ինստիտուտները վերջի 30 տարիների ընթացքում այնքան են վարկաբեկվել, որ ժողովուրդը վստահություն չունի։ Հիմա միակ հաստատություն ազգային, որի նկատմամբ մենք գիտենք, որ նույն սոցիոլոգիան ցույց է տալիս 70% վստահություն ունի եկեղեցու նկատմամբ, անգամ ոչ հավատացյալների մասին է խոսքը այստեղ, որտեղ 70%-ը չի էլի։ Եվ այսպիսի այս պատկերը, ինչ որ մենք ունենք, մենք տեսնում ենք, որ սա հարձակվել են ամենակարևոր կետի վրա, որը կարող է համախմբում ապահովել։ Ուրեմն երկրորդը դա ես ուզում եմ հիշել մեր ազգային էպոսը, Ծասնա Դավիթի այդ ճյուղը, որտեղ Դավիթը փոսն է ընկնում, հիշում եք։ Եվ այդ փոս ընկած վիճակում ուրեմն Ձենով Օհանը երազ է տեսնում, որ Սասնա աստղը մարում է, Մսրա աստղը բարձրանում է։ Եվ զարթնում է, կնոջն է զարթնացնում, կինը ասում է վատ երազներ ես տեսել եւ այլն, բայց ինքը փաստորեն հավատում է այդ երազին, բարձրանում է եւ
մի սարի ծայրից կոչում է Սասնա Դավիթին, ասում է Դավիթ, ասում է հիշիր Մարութա բարձր Աստվածածին, հիշիր խաչ պատերազմին եւ ասում է թափ տուր քեզ։ Եվ այդտեղ հիշում եք, չէ՞, այդտեղ սկսվում է Դավիթի փաստորեն այդ փոսից դուրս գալու դրվագը։ Եվ էլի դրվագ կա, որտեղ Դավիթը արդեն կյանքի վերջում նկատում է իր աջ բասկի վրա խաչ պատերազմի մթագնելն ու սևանալը։ Եվ հասկանում է, որ ի վերագնահատում կատարի իր արածների, իր կյանքի եւ այլն։ Ես կարծում եմ, այս երկրորդ խնդիրը խաչ պատերազմի մթագնելը, դա այն այսպես ժողովրդական լեզվով արդեն ասած մարտահրավերն է, որը մեր ժողովրդի առաջ կանգնել է։ Այո, խաչ պատերազմին մթագնել է, եւ մենք մոռացել ենք, մենք պիտի հիշենք այդ խաչ պատերազմի մասին։ Հիմա ինչ է դա։ Ես փոքր էի, երբ որ հայրս իմ համար կարդում էր Սասուցի Սասնա ծռերը, իմ համար հասկանալի էր, ասենք թուրք եծակին շատ հասկանալի պատկեր է, հրեղենզին, չէ, մենք էլ հրեղեն տարում ենք ձիու, չէ, ապրում, էլի հասկանալի պատկեր է, բայց խաչ պատերազմին ինչի մասին էր, ես այն ժամանակ լավ չէի հասկանում։ Դա ինչ բան է այդ խաչ պատերազմին։ Իրականում, երբ որ մեծանում ես, սկսում ես հասկանալ, որ դա ոչ թե այս պատերազմ ասածը այստեղ ոչ թե անպայման մարտական այդ գործողությունների մասին, այլ արժեքներին հավատարիմ լինելու եւ այդ արժեքների համար պայքարելու, այսինքն ուրիշ խոսքով ասած Աստծո հետ խաղաղություն ունենալու նախևառաջ, ներքին խղճի հետ խաղաղություն, հաշտություն ունենալու մասին է, որից հետո դու կարող ես հավաքվել, մոբիլիզացվել, բայց երբ որ դու կորցնում ես կապը քո արժեքների հետ, քո իմաստի հետ, գոյության, քո առաքելության հետ, քեզ ոչ մի բան չի օգնի, ոչ մի բան, ուզում ես թուրք եծակին ունենաս, ուզում ես հրեղենզին ունենաս, ինչ ուզում ես ունենաս, եթե այդ կորցրել ես, ոչինչ չես կարող հետ բերել, իսկ եթե դա վերականգնում ես, մնացած ամեն ինչը կարող ես վերականգնել։ Այսօրվա իրականության մեջ, երբ որ անընդհատ մենք լսում ենք խաղաղության մասին, հա, խաղաղություն, որ այս ամեն ինչը խաղաղություն է, գիտեք ինչ, այդ խաղաղությունը նախևառաջ սկսվում է Աստծո հետ խաղաղությամբ։ Եթե դու ներքին խաղաղություն չունես, այդ արտաքին բանը շատ անկայուն, անվստահ վիճակ է, որտեղ դու չես կարող երբևիցե հենվել այդ արտաքին բաների վրա։ Իսկ երբ որ այդ ներքին բանը ունես, ներքին հաշտությունը ունես դու, այդ դեպքում դու կարող ես նաև սուր վերցնել ամեն ձևի։ Նախևառաջ այդ սուրը, որի մասին Քրիստոսն էլ է ասում է, ես ձեզ խաղաղություն չեմ բերում, ես ձեզ սուր եմ բերում, բայց սուրը ոչ թե բերում է, որ իրար մորթեն, այլ սուրը կեղծիքի, ստի, անարդարության դեմ է նախևառաջ։ Եվ եթե դու հրաժարվում ես այդ խաղաղությամբ ծածկում ես այդ չարը, հա, փորձում ես կեղծել, կեղծիք ստեղծել, այդ կեղծիքը ոչ մի կայունություն չի կարող ունենալ, վաղ թե ուշ բացվելու է։ Եվ մեր այս իրականությունը կեղծիքի իրականություն է, որտեղ այս ամեն ինչը կեղծիքի վրա է հենված, հա, որ հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է։ 4 կողմը փոթորիկ է Հայաստանի, 4 կողմը, որ կողմ ուզում եք նայեք։ Այդ փոթորիկների մեջ դու նախևառաջ ներքին խաղաղությունը պետք է վերականգնես, որից հետո համախմբում կլինի այդ արժեքների շուրջ, ոչ թե մենք միավորվենք ինչ-որ ամբողջ պառակտումը վերացնենք կեղծ ձևով, որտեղ այդ կեղծիք է, պառակտում մեր հարևանների հետ, պառակտում մեր մեջ, այդ կեղծիք է, այդ մենք այդ խաղաղությամբ ծածկում ենք այդ չարիքը, մենք հո գիտենք, որ արդեն կողքից ասում են, չէ, որ մենք Արևմտյան Ադրբեջանն է սա, բոլորը գիտեն դա, չէ, բայց ծածկում են, չէ, ծածկում են այդ թեման, ասում են, չէ, հիմա արդեն բենզին ենք բերում, ամեն ինչ լավ է, տեսեք, բենզինը էժանացավ, հա, բայց տակը ուրիշ բան կա, չէ, կախում է առաջանում, չէ, նոր կախում է առաջանում թշնամուցդ, դու նոր կախում ես ստեղծում թշնամուցդ, որ հետո ինքը դրա դեմ պիտի հարցնես, ինչ է պահանջում, այդ որ էժան տալիս է քեզ, դիմացը քեզնից ինչ է ուզում։